Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ բոլորիս անունից շնորհակալություն հայտնենք Շվեյցարիային այսպիսի բանաձև ընդունելու համար ստորին պալատում եւ մեծ հույս ունենք, որ վերին պալատը նույնպես կընդունի այս բանաձևը արցախցիների համար այս դժվարին իրավիճակում մենք ճիշտ ասած մեծ սպասելիք ունեինք այն մարդկանցից, եվրոպական արժեքներ դավանող տարբեր պետություններից, որ մեզ մենակ չեն թողի։ Ցավոք սրտի այսքան տարի հետո կարծես թե սայլը տեղից շարժվում է եւ սկսել են եվրոպական պետությունները մի փոքր ուշադրություն դարձնել, որ այստեղ քրիստոնյաներ հալածվում են եւ միակ բանը, որ մեր ցանկությունն է, դա հետ վերադառնալ տունն է։ Եվ այս բանաձևերը կարող են ինչ-որ չափով գոնե ճնշում գործադրել Ադրբեջանի վրա եւ տեսնել, որ հայ ժողովուրդը արցախցիները մենակ չեն այս պայքարում։ Բախքի այս շրջանում, երբ որ մեղքերի թողություն է գնում բոլոր քրիստոնյաների համար, կարծում եմ այս օրինակը Շվեյցարիայի պետքա վարակիչ լինի եվրոպական մնացած երկրների համար։ Մենք փորձում ենք ամեն ձև բարձրացնել մեր խնդիրները, սակայն մեր ձայնը այդքան էլ լսելի չէ։ Սակայն եւ դրան միանում են այսպիսի երկրներ, ինչպիսին է Շվեյցարիան, դարձնում են ավելի լիարժեք։ Կոչ եմ անում եւ խնդրում եմ մեր բոլոր հայրենակիցներին, եկեք ակտիվ պայքարենք, եկեք դիմենք բոլոր պետություններին, որպեսզի կարողանանք մի փոքր գոնե մեր ձայնը լսելի դարձնել, քանի որ մեր ուզածը մեծ բան չէ, մենք ուղղակի ուզում ենք հանգիստ ու խաղաղ ապրել մեր տներում, ոնց որ միշտ ուզել ենք։ Այս պահին, ինչպես գիտենք բոլորս, Բաքվում բռնի դատվում են մեր հայրենակիցները ընդամենը նրա համար, որ հայ են ու քրիստոնյա, եւ կոչ եմ անում կրկին այս պահքի շրջանում բոլոր երկրներին, նաև դեսպաներին, ովքեր որ հիմա գտնվում են Ադրբեջանում, քրիստոնյա դեսպաներին գնալ եւ տեր կանգնել իրենց հավատքը կիսող անձանց, ովքեր որ ուղղակի դատում են, որովհետեւ հայ են ու գտնվում են այնտեղ։ Կոչ եմ անում բոլորին միանալ մեր այս պայքարին, եթե մենք լինենք շատ 100 հազարավորներ, միգուցե հենց Հայաստանի կառավարությունը նույնպես ուշադրություն կդարձնի եւ ամեն րոպե կբարձրացնի այս խնդիրը։